Լաբորատոր փորձաքննության ինչ անալիզներ հանձնել։ Լավ, ուրեմն առաջինը դա սոնոգրաֆիան է վահանաձև գեղձի, երկրորդը դա արյան կլինիկական հետազոտությունն է, արյան ընդհանուր անալիզը, հեմոգլոբինի քանակը, էրիթրոցիտների քանակը, որտեղ ինչպես ասի, դա նրանց վրա նույնպես ազդում է, եւ նաեւ վահանաձև գեղձի հորմոնները, նրան կարգավորող հորմոնը, թիրոտրոպ հորմոնը, վահանաձև գեղձի հորմոններից T4 ազատը, T3 ավելի հազվադեպ ենք որոշում, եւ հակամարմինները անտի-TPO եւ անտի-թիրոգլոբուլինային հակամարմինները։ Շատ լավ, այո, խշանեք։ Ես կցանկանայի խոսել նաեւ եւս մեկ աուտոիմուն հիվանդության մասին, վահանաձև գեղձի դա դիֆուզ տոքսիկ խփիփն է, որը առանձին հիվանդություն է եւ այս դեպքում սա նույնպես սրա պատճառը նույնպես հակամարմիններն են, որոնք TTG ռեցեպտորի հանդեպ են առաջանում։ Վահանաձև գեղձի կոչվում է անտի-թիրոտրոպ ռեցեպտորային հակամարմիններ եւ սրանք պատճառ են դառնում այլ հիվանդության առաջացման կամ դիֆուզ տոքսիկ զոբի կամ թունավոր խփիփի, ինչպես ժողովուրդն է ասում։